ես ժամային բան չեմ ուզում դնեմ, եթե կողմեք, բայց մի փոքր, ասեմ, 20 րոպեն բավարարած ես։ Այո։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, սիրելի նիստին հետևող, սիրելի հայրենակիցներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում իմ կողմից շրջանառության մեջ տրված օրենքի նախագծերի փաթեթը, որը գալիս է լուծելու Հայաստանում առկա զորակոչի հետ կապված խնդիրը։ Ես կցանկանամ դա ներկայացնել, քանի որ շատ եմ արդեն խոսել հրապարակային տարբեր հարցազրույցներում նախագծի մասին, որպեսզի նույն տեքստը չկրկնվի, կցանկանամ այն ներկայացնել գրատախտակի միջոցով թվային տվյալներով։ Պարոն Քոչյան, խնդրեմ ձեր բարձրախոսը միացնեք, որպեսզի ավելի լավ լսվի։ Հարգելի գործընկերներ, ինչ պատկեր մենք ունենք այսօր զորակոչի հետ կապված իրավիճակը կցանկանամ թվերով ներկայացնել։ Սա 30,000 մեր տարեկան զորակոչի մոտարկված թվերն եմ ասում, զորակոչի մոտարկված թվերն է 2020, 2022, 2023 թվականների համար, որից շուրջ 20,000 չի։ Պարոն Սարգսյան, Մի վարքան։ Ասեք։ թվերի հետ կապված հրապարակումը։ Սա ստույգ թվեր չի։ Սա Չէ, նույնիսկ ոչ ստույգը, իր մեջ շրամա, եթե դուք առակցում Եթե առակցում նիստը փակել ներկայացնեք, չէ, Կխնդրեմ, եթե թվերը չէ, ստույգ թվեր չի լինելու։ եթե մոտարկված Սա մոտարկված հարստական բանականությունից հանված բոլորին հասանելի թվեր է, որոնք ես ներկայացրել եմ թե հարցազրույցների, թե տարբեր քննարկումների ժամանակ, այսինքն ստույգ որևէ գաղտնի տվյալ չի նշվելու։ Չէ, մի րոպե կներեք, մենք եզրահանգումների գալու ենք արհեստական բանականության թվերով։ Չէ, ես տոկոսային թվերը ասել եմ, որոնք որ կա իրականում, բայց մոտարկված թվերը եմ ասել, որպեսզի պատկերացում կազմել հնարավոր լինի։ Դուք ինչպես։ Չէ, թվերը բոլորին հասանելի աղբյուրներից հանրացել դրանք կներկայացնեմ, որը Հիմա ես նորից հարց եմ տալի, պարոն Սարգսյան։ Թվերը, պարոն Աբրահամյանն ասում է մոտ է իրականությանը։ Թվերը կան թվեր, որոնք հրապարակման ենթակա չեն։ Դուք ձեր կարծիքը ասեք, պաշտպանական գերատեսչության կարծիքը։ Ես կարամ նիստը բացեմ, կարամ փակեմ։ ես համաձայն չեմ։ Եթե Ձեր համաձայնությունը այստեղ առաջնային չի, ասեք։ եթե հնչեցվելու են թվեր, որոնք ստույգ են եւ կարող են արտացոլել, եթե հնչեցվելու են Կամ թվեր, արի նստի սեղանի կողքը։ Պարոն Սարգսյան, պատասխան։ որոնք կարող են արտացոլել իրական վիճակագրությունը կամ նույնիսկ շատ մոտ լինեն, ես պնդում եմ, որ ցանկալի չի նման թվեր հնչեցնել եւ հրապարակային ներկայացնել։ Եթե տոկոսային հարաբերությամբ են ներկայացվելու, դա այլ տրամաբանություն է, իսկ եթե չգիտեմ, արհեստական բանականությունով կներեք, արհեստական բանականությունով էլ միգուցե մեր գործընկերները չկարողանան հստակ կարծիք կազմել, որովհետև դա իրականությունը չի, Ես ուզում եմ իրական թվերի շուրջ խոսենք։ Եթե համակարծիք եք, որոշում կայացնենք։ Ես իրական թվերը չեմ ցանկանում ներկայացնել, որպեսզի գաղտնիության հետ կապված այդ օրենսդրական պահանջը չխախտվի, բայց նաև ցանկանում եմ արկա իրավիճակը ներկայացնել, որպեսզի հասկանալի լինի։